Բարև ձեզ ընկերներ, ձեզ հետ է Prof Gore, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ մի շատ հետաքրքիր մի վիդեո, դրա համար անպայման բաժանորդագրվում ենք ալիքին, զանգակը միացնում ենք, լայքերը դնում ենք, գոնե 10 լայք դրեք ժողովուրդ ու կոմենտներում ակտիվ եք լինում։ Սկսեց, ինչ կլինի, եթե ձեզ ասեմ, որ մի քանի ժամից կարող է սկսվել պատմության ամենամեծ ֆինանսական վերաբաշխումներից մեկը։ Սա ոչ գուշակություն է, ոչ էլ դավադրության տեսություն։ Սա հիմնված է իրական շուկայական տվյալների վրա եւ ամենակարևորը, շուկան բացվելու է մի քանի ժամից։ Ինչ է նշանակում շուկան կբացվի այսօր։ Նշանակում է երկուշաբթից ուրբաթ աշխատում են միջազգային բորսաները։ Շաբաթ-կիրակի օրերին չեն աշխատում միջազգային բորսաները, այսինքն մեծ վաճառքներ չեն լինում։ Հիմա այսօր փետրվարի 8-ի դրությամբ բացվում է իրիկունը շուկան եւ այդ ժամանակ էլ պարզ կլինի արծաթի ոսկու գները կբարձրանան թե քիչնեն, դա կախված է շուկայի արձագանքից եւ իհարկե վստահությունից։ Այսօր հանգստյան օր է, բայց իրականում ամենամեծ բանկերի, ֆինանսական կազմակերպությունների աշխատողները աշխատում են առանց դադարի։ Նրանք փորձում են հասկանալ ինչքան մեծ կարող է լինել այն կորուստը, որը սկսվելու է այսօր երեկոյան։ Ուրբաթ օրը արծաթի գինը փակվեց շատ բարձր մակարդակում, բայց ընդամենը օրեր առաջ շատ կտրուկ արծաթի գինը ընկել էր։ Բանկերը մտածեցին, որ դոլարը կուժեղանա, տնտեսությունը կդանդաղի, արծաթի գինը կեժանանա, եւ նրանք սկսեցին մեծ քանակով խաղալ գնի իջնելու վրա։ Նրանք համոզված էին, որ գինը կարող է ավելի շատ ընկնել։ Սա նրանց թվում էր գրեթե առանց ռիսկի քայլ, բայց նրանք մի կարևոր բան չէին հաշվարկել։ Այսօր արծաթը պարզապես զարդ չէ, այն օգտագործվում է արևային վահանակներում, էլեկտրական մեքենաներում եւ ժամանակակից տեխնոլոգիաներում։ Երբ գինը ընկավ, գործարանները դա տեսան եւ շատ արագ սկսեցին գնել իրական արծաթ։ Դրանից հետո պահուստները մի քանի օրում դատարկվեցին եւ գները սկսեցին բարձրանալ։ Սա շատ ուժեղ աճի նշան է։ Այսօր երեկոյան շուկան բացվելու է, բայց կա մի մեծ խնդիր։ Շատ բանկեր խաղում են գնի իջնելու վրա։ Եթե գինը բացվի բարձր մակարդակում, կսկսվի շղթայական գործընթաց։ Գինը բարձրանում է, նրանք ստիպված կսկսեն գնել արծաթ, գինը արագորեն կաճի եւ մեծ արագությամբ կսկսվի արծաթի եւ ոսկու գների աճ։ Այսպիսի իրավիճակում սպասվում են բարձր գներ։ Աշխարհում ամեն տարի օգտագործվում է ահռելի քանակությամբ արծաթ, բայց միջազգային ֆոնդերում, որոնք գնում են արծաթ, որտեղ ներդրողները ներդրում են կատարում եւ թղթով գնում են արծաթ, այդ պահեստներում շատ քիչ արծաթ է մնացել։ Այս համակարգը աշխատում է այնքան ժամանակ, մինչև բոլորը չեն ուզում իրենց իրական մետաղը։ Իսկ հիմա բոլորը ուզում են իրենց իրական մետաղները։ Արծաթ գտնելը դժվարացել է։ Մեծ երկրները սկսել են պահել մետաղը իրենց արդյունաբերության համար։ Արդյունքում շուկան մտնում է իրական պակասի փուլ։ Մատակարարումները ուշանում են, պահանջարկը մեծանում է, իսկ նոր հանքեր բացելը կարող է տևել մինչև 10 տարի։ Եվ սա ունի միայն մեկ լուծում՝ բարձր գին։ Այսօր երեկոյան շուկան բացվելու է։ Եթե գինը սկսի աճով, ուրեմն մենք կտեսնենք պատմական աճ։ Շատ մեծ խաղացողներ կարող են ստիպված գնել արծաթ, եւ գինը կարող է շարժվել շատ արագ։ Սա կարող է դառնալ արծաթի շուկայի նոր սկիզբը։ Արծաթը հնարավոր չէ տպել ինչպես փողը, բայց աշխարհը այն օգտագործում է ավելի շատ։ Հիմա հարցը միայն մեկն է. երբ շուկան բացվի, դուք որ կողմում եք լինելու։ Գրեք կոմենտում։ Ձեզ հետ Prof Gore-ն էր, բաժանորդագրվեք ալիքին, լայքերը դրեք, եթե հավանեցիք այս վիդեոն, այս տեղեկատվությունները, որ ես ձեզ տվեցի, եւ կոմենտներում արձագանքեք։ Ցտեսություն։